Պիտի ձայն խնդրեք, եթե ձայն ձեզ կտրամադրի, դուք չխնդրեցիք, նստեք պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, դուք, պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, պարոն Սարգսյան, նստեք, պարոն Սարգսյան, նստեք, Կենտրական հանձնաժողովի քվեարկության կարգը հստակ սահմանված է ընտրական օրենսգիրքով։ Պատկերացիկայի ու այլևս մի խոսեք, պարոն Սարգսյան։ Դուք, պարոն Սարգսյան, դադարեք խոսեք։ Մենք, պարոն Սարգսյան, մենք չենք կանչել, մենք հրավիրել ենք կուսակցությունների յազոր ներկայացուցիչների։ Պարոն Սարգսյան, Կենտրական հանձնաժողովից հրավիրել են յազոր ներկայացուցիչներին, որը մեկին չեն կանչել։ Դուք կարող եք չգալ ու եթե շարունակեք այսպես անդադ խոսել, ես ստիպված եմ լինելու ձեզ դուրս հրավիրել։ Բացառ չկա, ես նախագահի իրավունքով ձեզ ասում եմ, եթե դուք շարունակեք նիստը խանգարել, պարոն Սարգսյան, ես ձեզ տեղեկացնել, որ գոյություն ունի Կենտրական հանձնաժողովի կանոնակարգ, որի համաձայն վերաբերում նիստերի, պարոն Սարգսյան, դադարեք խոսել։ Պետքարողան եկին համոզում կա, բացառք հայտարարեք կա, ինչ անեք, մեր հանդեպ իշխաններին համոզում։ Բացառք ինստիտուտ չկա, Եկեք հարգելի գործընկերներ, եկեք մեր նիստը վարենք, եթե այսպես ասենք, մեր իրողությունը այսպիսին է, մեր նիստը մենք պիտի վարենք։ Պարոն Սարգսյան, կրկնում եք։ Լավ, ես սպասում եմ։ Հարցը տվեցիք։ Կենտրական հանձնաժողովի քվեարկության Պարոն Սարգսյան, դուք լռեք, ոչ թե սպասեք։ Դուք լռեք, որտեղ նիստը խանգարում եք, հարգեք մյուս գործընկերներին։ Դուք միակն եք, որը որ այս տարիներին Կենտրական հանձնաժողովում որպես կուսակցության լիազոր ներկայացուցիչ, այսինքն կուսակցության առաջնորդ ինքը իրեն լիազորած ոչ չկա, բայց միակն եք, խնդրում ենք ձեզ, օրենքի վրա հիմնվեք, ես ինձ նշանակել եմ լիազոր ներկայացուցիչ, օրենքի խախտում կա, որ հեռուստատեսությամբ հայտարարում եք, ժողովրդին եմ օրը, եթե օրենքի խախտում կա, հիմնվեք օրենքի, եթե չկա, ուրեմն վերջ, մի ասեք, ես ինձ նշանակել եմ օրենքի ուժով, վերջ, ես սպասում եմ, հարգելի գործընկերներ, մեր հարցին ասով ասացիք կքննարկեք կորոշեք, մենք չիմացանք։ Ձեր լիազոր ներկայացուցիչը Ներքևս սպասում է, ձեր լիազոր ներկայացուցիչը պիտի լինի ենթակա նույնականացման։ Այսինքն այստեղ դիմակով ման չկա։ Ինքը նույնականացված կլինի այստեղ, եթե դա որովհետև այսպես ստացվում է, որ մեր ուժի դուք հրավիրել եք ինչպես նշեցիք լիազոր ներկայացուցիչների, բայց այստեղի ուժ բոլորը կան, իսկ մեզնից չկան։ Ես էլ այս ուժի համար չեմ եկել իրականում, Դուք լիազոր ներկայացուցիչ եք։ Ես ևս լիազոր ներկայացուցիչ եմ, բայց մեր մյուս լիազոր ներկայացուցիչը չի կարող այստեղ լինի, ես այս ուժը պետք է ինքը պետք է լինի, բայց քանի որ թույլ չեք տվել, որ ինքը ներկայացնի, ինքը ներքևը սպասում է։ Ոչ թե մեկն էս իրական ոստիկաններն Հիմա ձեր ասած հարցը լուծում է, ուզում եք գալ, որ նա մասնակցի այսօրվա վիճակագրությունը։